Հրազդանցիները հոգնել են այն տեսարաններից, որ արդեն տեսել են դեռևս տարիների հեռվից։ 2016 թվականի ապրիլի 17 Հրազդանի քաղաքապետի ընտրություններ։ Հրազդանցին կրկին խաղաղ ու կայուն քաղաքի կողմնակից է։ Հրազդանցին լավ է հիշում 1990-ականների վերջի խավարն ու մռայլությունը։ Հրազդանցին լավ է հիշում 90-ականների վերջից մինչև 2002 թվականի Հրազդանը։ Հրազդանցին շատ լավ է հիշում, որ չուներ ջուր, չէր կարողանում մտնել սեփական մուտքն ու բարձրանալ իր տունը, քանի որ կոյուղին լցված էր ամենուր։ Հրազդանցին հիշում է փողոցների աղբն ու աղտոտությունը։ Սա Հրազդանն էր մինչև 2002 թվականը։ Եվ այսօր մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում մինչև 2002 թվականի Հրազդանի վիճակի համար, եկել ու փորձում են անմեղի կեցվածք ընդունելով ապակողմնորոշել հրազդանցիներին։ 1996 թվական Հրազդանի քաղաքապետը եղել է Սասուն Միքայելյանը, իսկ այդ տարիների Հրազդանը հիշում են բոլոր հրազդանցիները։ Չնայած իր քաղաքապետության ժամանակ ոչինչ չի արել, բայց հիմա եկել ու խոսում է ուրիշների մասին։ Իհարկե, երևի թե պարոն Սասուն Միքայելյանը կասեր, թե այդ տարիները բարդ տարիներ էին, բայց ամենևին, յուրաքանչյուր տարի իր բարդությունն ու դժվարությունն ունի, ուղղակի աշխատել է պետք, և տվյալ ժամանակաշրջանին բնորոշ հոգատարություն է պետք ցուցաբերել քաղաքի նկատմամբ։ Սասուն Միքայելյանն արդեն Հրազդանի քաղաքապետ եղել է, և բոլորը լավ են հիշում այդ տարիների Հրազդանը։ Եթե անգամ տարիները վատն էին, բայց հոգատար ձեռք էլ չկար Հրազդանի համար։ Սա Հրազդանն էր 1996 թվականից սկսած։ Քաղաքի այդ ժամանակվա այս վիճակը որևէ արդարացում չունի։ Պարզապես քաղաքի այդ տարիների իշխանությունները զբաղված էին ամեն ինչով, բացի քաղաքի ղեկավարումից։ Իսկ խորաթափանց Հրազդանցին միշտ էլ տեսնում, զգում ու հասկանում է, թե ինչ է կատարվել իրականում։ Սասուն Միքայելյանը երբեք այս քաղաքի խնդիրներով չի մտահոգվել, բացի քաղաքի մուտքում մի մուշակոթող տեղադրելուց ուրիշ մնայուն ու կարևոր բան չի արել։ Ալլահ ակբար, ես ամենաանճարի տեր եմ եղել այսքան ժամանակ, ըլորել գիտեն, այստեղ կանգնած դες յուրաքանչյուր, թող մեկը կանգնասի Միքայելյան Սասուն չի ընդառաջել չոքն է հետը դիմելիք, այս տարիների ընթացքում։ Եվ ով զարմանք, միայն հիմա է պարոն Միքայելյանը խոսում նմանատիպ բարձր ու վեհ արժեքներից, իսկ իրականությունը բոլորը գիտեն, թեպետ Սասուն Միքայելյանն այս քաղաքի համար ոչինչ չի արել, բայց իր համար հաստատ շատ բաներ է արել։ 1990-ական թվականներին Հրազդանի ջեկի կողմից քաղաքի ազգաբնակչությանը մատակարարվել է տաք ջուր և ջեռուցում։ Այնուհետև քաղաքի գազաֆիկացումն ապահովելուց հետո այդ գործընթացը դադարել է և 90-ականների վերջի քաղաքի իշխանությունները Սասուն Միքայելյանի գլխավորությամբ հնարավորություն են ստացել այդ գործընթացի համար կիրառված խողովակաշարը մաս-մաս անելով վաճառել։ Խողովակների անհասկանալի և անօրինական վաճառքը շարունակվում է մինչ այժմ։ Հարկ է նշել, որ այդ խողովակներն ունեն մեծ պահանջարկ և մինչ օրս էլ եկամուտի լավ աղբյուր են հանդիսանում Սասուն Միքայելյանի համար։ Ավելին, ինքն էլ մինչ մեծ քաղաքականություն հայտնվելը ապրել է գյուղական մի սովորական տանը, հիմա նրա տունը շքեղությամբ ևս չի զիջում։ Միքայելյանն իր քաղաքապետության տարիներին ձեռք է բերել քաղաքի կենտրոնում շուրջ 7 հեկտար տարածք, որի կադաստրային արժեքը կազմում է շուրջ 210 միլիոն դրամ։ Այդքան գումար Սասուն Միքայելյանի կողմից երբեք մուտք չի եղել համայնքի բյուջե, այն պարագայում, որն ինքն անընդհատ խոսում է քաղաքում չարվածների մասին։ Գուցե, եթե այս հողի վճարումը կատարեր, դրանով հնարավոր լիներ քաղաքում մի շատ կարևոր աշխատանք ևս իրականացնել։ Սասուն Միքայելյանը ևս ունի շքեղ մեքենաներ, հարց է առաջանում, իսկ որտեղից այդ ամենը։ Հրազդանցին դա լավ գիտի։ Հրազդանի ազգաբնակչության մեծամասնությունը լավ գիտի նաև Ծաղկաձորի, Աղվերանի հանգստյան տների, Սևանում ափամերձ հողատարածքների ու էլի շատ բաների մասին, որոնց մի մասն արդեն հասցրել է թանկ գներով վաճառել։ Մի խորհուրդ. ուրիշի ունեցվածքի մասին խոսելուց տարիների կուտակած ձեր թալանը հիշեք։
Վերջին օրերին Հրազդան քաղաքում համապատասխան թեկնածուի այսպես ասած արևմտյան տեխնոլոգիաներով շտաբը տարածեց մի սկավառակ, որտեղ իբր թե նշում էին նախորդ ընտրարշավի ընթացքում Արամ Դանիելյանի ասածն ու չարածը։ Իսկ իրականում դա այդպես չէ։ Հրազդանը միայն չկատարած խոստումների քաղաք չէ։ Հրազդանում հնարավորության սահմաններում հսկայածավալ աշխատանքներ են արվել քաղաքապետ Դանիելյանի կողմից, աշխատանքներ, որոնք Սասուն Միքայելյանի քաղաքապետության տարիներին համարվում էին հեռավոր երազանքներ։ Ահա եւ կադրերն ավելի խոսուն են։ Ուստի պետք չէ միայն սև գույներով ներկայացնել Հրազդանը։ Հրազդանում 2002-ից 2016 թվականների ընթացքում շատ դրական աշխատանքներ են իրականացվել, եւ շատ աշխատանքներ էլ կատարվելու են 2016-ից հետո, շնորհիվ քաղաքապետ Արամ Դանիելյանի։ Իսկ Հրազդանում ժամանակավորապես հայտնված ուժերին պետք է հիասթափեցնել։ Դուք Հրազդանի խնդիրները լուծել չեք կարող, պարզապես այլ խնդիրներ էլ մի ստեղծեք այս քաղաքում։ Ապրիլի 18-ին հյուրընկալ հրազդանցին ի տարբերություն ձեր կողմից Հրազդան բերված սապոգների, ձեզ կնվիրի մեկ զույգ բարձրորակ կոշիկ ու կճանապարհի Հրազդանից։ Միայն թե շուտ գնացեք։